բան ենք անում, հա, այդ ամեն ինչը ուղղակի աղմուկ ենք դնում, մենք էլ ենք ուսումնասիրում, մենք էլ ենք արձանագրում խնդիրներ եւ եթե որևիցե գրություն, որևիցե միջնորդություն, որևիցե հրատապահազանգ ենք մենք հնչեցնում, դա էլ մեր վերլուծական համակարգով անցնում եւ շատ դրական ողջունելի բան կլինի ձեր կողմից պրակտիկա, որ գոնե այս նիստերի ժամանակ այս լարվածությունը, որ ստեղծում եք, գոնե դրա ֆոնին, որ գրություն է գալիս ինչ-որ հրատապ խնդիրների լուծման հետ կապված, բյուրոկրատական մոտեցում չլինի եւ արձագանքեք ոչ մեկը ոչ մեկին լավություն չի անում, անձնավորված չի հանուն Երևանցու։ Եվ օգտվելով արձագանքի հնարավորությունից ինձ հատկապես հետաքրքրում է կանաչապատման եւ բնապահպանության էլեմենտը, վերջին 4 տարվա բյուջեի տոկոսային վերլուծությունը, որ նայում ենք, 3.5% է եւ այո, կարող եք ասել բյուջեն մեծացել է, այդ 3.5%-ն էլ է մեծացել, բայց այդուհանդերձ այն բնապահպանական վիճակը, ես ինչի համար հարցրեցի շինթույլտվություններից բխող գումարների մուտքը, որոշակի տրամաբանություն դնել, որ եթե շինթույլտվությունների արդյունքում պետքա քաղաքի աղտոտվածության մակարդակը բարձրանա, նույն այդ շինթույլտվությունների արդյունքում եղած ֆինանսական մուտքերը ուղղել նաեւ բնապահպանական կոմպոնենտին, որպեսզի քաղաքը երկարաժամկետ հեռանկարում էլ ավելի մեծ էկոլոգիական խնդիրների չբախվի, քան այս պահին, որ ուղղակի տարբեր կառույցներ աղաղակում են, որ Երևանը դարձել է ասֆալտ-բետոնյա անտառ, եւ կանաչապատումը, ես կարծում եմ, որ 26 թվականի բյուջեով ավելի մեծ թիվ պիտի նախատեսվի, եւ կանաչապատումը միայն ծառ-տնկելը չի, կամ անգամ ջրատար համակարգ չի, նաև ջուր ապահովել, այսինքն դա համալիր խնդիր է։ Խնդրում եմ պարզաբանեք, թե կանաչապատման տոկոսը ինչի է, այդուհանդերձ մնում միշտ նույնն է։ Ես երևի կարճ մեկնաբանեմ, պարոն Սուքիասյան, իրականում ենթադրում եմ դուք նայում եք մեր շրջակա, մեր բնապահպանության վարչության ինչ-որ մի ծրագրի մի թող, բայց նաև պետք է հաշվի առնենք, որ մենք ունենք կանաչապատում հողակը եւ ամբողջ այն ծախսը, որ արվում է կանաչապատում հողակում, այնտեղ ունենք տարբեր հոդվածներ, օրինակ տնկարանի վերաբերող հոդված եւ շատ դեպքերում ուղղակի մեր տնկարաններից տնկվող ծառերը կամ կանաչապատում հողակի կողմից իրականացվող ոռոգման համակարգերը, այն տարածքները, որ իրականացնում է կանաչապատում հողակը, այս ձեր տոկոսային հարաբերակցության մեջ դուք չեք հաշվում, իսկ եթե ուզում եք մի փոքր ավելի տենց կոնկրետ թվերով, ես վերջերս ես այդ չափականակը ասեցի, մոտավորապես Երևան քաղաքում վերջին 3.5 տարվա ընթացքում տնկվել է եւ ավելացել են կանաչ տարածքները 600,000 քառակուսի մետրով եւ այս վերջին 3.5 տարվա ընթացքում իրականացրած աշխատանք, սա փաստն եմ ասում ձեզ, դրան նախորդող 22 տարիներից ավելի շատ է եղել։ Արմեն Քոչարյան։ Պարոն Ավինյան, բազմաթիվ անգամ խոսել ենք դիտահորերի մասին, դուք փորձել եք անընդհատ այդ հարցը ուղարկել Վիոլա ջրի այգին, բայց 2025 թվականին ասֆալտապատման համար 3 միլիարդ 43 միլիոն դրամ դիտահորերի նիշերի բարձրացման, վերանորոգման, պահպանման, փոխհատուցման, ճաքալացման համար։ Եվ տեսել ենք տեսանյութը, ես ձեզ հիմա Մամիկոնյաց փողոցում է, դիտահորը տեսնում եք ինչ վիճակում է գտնվում, ասֆալտապատում, բարձրաձայնել է, այնուհետև դիտահորը չկա, ասֆալտապատել եք։ Այսինքն քաղաքային իշխանության այս գործով զբաղվող մարդիկ փոսալցումը խառնել են դիտահորի վերանորոգման եւ պահպանման։ Ինչպես եք նայում այս հարցին։ Հիմա էլ այս 26 թվականի բյուջեով 4 միլիոն 292 միլիոն գումար եք բերել, ինչ է, սպասենք, որ դիտահորը քանդվի, պետք է ասֆալտապատվի, ինչ է նշանակում սա, ոնց եք նայում, արդյոք զեկուցել են ձեզ, որ դիտահորը փոսալցել եւ ասֆալտապատել են վերանորոգման եւ պահպանման համար։ Պատասխանեք։ Շնորհակալ եմ, պարոն Քոչարյան,
շատ մեծ հավանականությամբ, իհարկե դեպքը չգիտեմ, բայց շատ մեծ հավանականությամբ այս դեպքը վերաբերում է մի կոնկրետ դեպքի, երբ որ դիտավորը չի օգտագործվում եւ օգտագործելի չի եւ պիտանի չի եւ համապատասխանաբար մեր վեոլա ջրից կամ որևէ միտեղից 96% հավանականությամբ դա եղել, որ այդ դիտավորը մեզ պետք չի, կարող եք փակել տրամաբանություն ա եղել, մենք էլ փակել ենք, բայց որպեսզի 100%-ով ճշտվի ինֆորմացիան, մի հատ խնդրեմ վերահսկողության վարչությունը հարցին անդրադառնա եւ զեկուցի։ Պարոն քաղաքապետ, կարող եմ ասել։ Խնդրեմ։ Ես գիտեմ դեպքի մասին, դա չի փակվել Երևան քաղաքապետարանի կողմից, հարցը բարձրացվել է, Վիոլա ջուրը ասել է, որ դա իրենց պետք չի եւ փակվել է իրենց կողմից։ Այսինքն Երևանի քաղաքապետարանը այդտեղ ոչ մի լուկ գետնի տակ չի թողել։ Արձագանք, պարոն Քոչարյան։ Պարոն Ավինյան, եթե այդպես է, 2025 թվականին, երբ որ ասֆալտապատվում էր այդ Մամիկոնյաց փողոցը, ինչի համար նույն բանը չի արվել, այլ վերանորոգվել է եւ թողել։ Դա միակ այդ դիտահորը չէ, քաղաքում բազմաթիվ դիտահոր էր, որ ասում ենք Վիոլա ջրի պատասխանատվության տակ է, ասֆալտապատումից հետո նստված է տեղի ունենում։ Դա կլինի Աճարյան փողոցում, դա կլինի Բաբաջանյան փողոցում, որով բազմաթիվ անգամ անդրադարձել ենք, որ մեր քաղաքապետարանի կատարած աշխատանքից հետո են նստվածներ տեղի ունենում։ Այս պահին էլ այդ նույն դիտահորը կոտրվեց եւ կարող ենք ասել պետք չեղե փակել ենք։ Նույնը Աճարյան փողոցում, երբ որ դիտահորը քանդվել էր, ես նկարը հանեցի, այդ դիտահորը գտնվել էր ասֆալտի տակ։ Ես նկարարն է ցույց եմ տվել, իսկ այժմ արդեն այդ դիտահորը երևում է։ Ոնց հասկանանք սա։ Շատ լավ, պարոն Քոչարյան, դիտահորերի հարցին, որպեսզի այլևս էլի չլինի մենք Վեոլա ջուրը ով մյուսը, ես արդեն ասացի, որ մենք իրականացնելու ենք ծրագիր եւ նախատեսում ենք իրականացնել դիտահորերի երաթափ վերանորոգման եւ հիմնանորոգման տողով, որի կամ տեխնիկական առաջադրանքն ենք արդեն գրել կամ նույնիսկ մրցույթ կա։ Չէ, ես ասֆալտապատման հետ չեմ, պարոն Թորոսյան։ Ես կոմունալի ծրագրի մասին եմ Ուզում եմ ասել, որ նշված փողոցները 2025 թվականի միջինորոգման աշխատանքներ չեն կատարվել։ Գիտեմ, 2026 թվականին մենք նախատեսել ենք հրատապով ծրագիր, որ հենց վերաբերելու է առանձին դիտահորերի հիմնանորոգմանը եւ առանձին պարոն Թևոսյանի ծրագրերով բոլոր մեր միջին նորոգման նախագծերում, որ նախագիծ չկոչենք, նախագիծա թե թերությունների ակտամիջին նորոգում։ Պարոն քաղաքապետ, 2025 թվականին առաջին անգամ նախագծով միջին նորոգման աշխատանքներ որտեղ որ ենթադրում եմ դիտահորերի նորոգումը մեջ է։ Այո, տեղի։ Այսինքն պարոն Քոչարյան, ձեր բարձրաձայնած խնդիրը արդեն իսկ այնտեղերով որտեղ որ մենք ենք գործանում չկա։ Պարոն Ավինյան, բայց ի հարցմանս իմ պատասխանին գալիս է, որ միջին այդ գումարները նաև ծախսվելու են միջին նորոգման ասֆալտապատման, ճաքալացման, փոսալացման, դիտահորերի նիշերի բարձրացման համար, այսինքն եղել է այդ գումարների մեջ ա եղել։ Հիմա դրա պատասխանը ով է տալու, որ անում ենք նստված կա։ 2025 թվականին հենց այդպես էլ արվել է, բայց Մամիկոնյանց 2025-ին չի արվել։ Հասկացա, բայց Բաբաջանյանն ու եւ Աճարյան փողոցը 25-ին է արվել։ Ոչ։ Դրանք 25 թվականին չի արվել։ Ես եմ ասում վստահորեն ձեզի ասում եմ 25 թվականին ձեր կողմից ոչ մի նշված փողոց չի արվել։ Ես ձեզ վստահ եմ։ Ոչ 24 թվականի միջին նորոգումը։ Կադրով ցույց կտամ։ Միջին նորոգման աշխատանք։ Չի կարող։ Կադրով ցույց կտամ։ Շատ լավ։ Ելույթների համար գրանցում։ Տասնյոթ ելույթ հարգելի գործընկերներ, Սամվել Հակոբյան։
Բարև ձեզ սիրելի երևանցիներ, սա մեր ամփոփիչ նիստը այս տարվա։ Նախ ուզում եմ ներողություն խնդրել երևանցիներից երկու դրվագով։ Առաջինը, որ անվերջ տեսնում եք այս տհաճ բառամթերքով եւ ագրեսիվ նիստերը, ինչպես գիտեք, միշտ ամեն օրգանիզմում կարևորը գլուխն է, գլուխը ինչպիսին լինի, այդպես էլ շարունակվում է։ Պարոն Ավինյանին պատկերացմամբ շատ սելեկտիվ եւ կրկնակի ստանդարտներով եք վարում այս նիստերը, երբ որովե մեկը ընդդիմադիրներից ինչ-որ բան է ասում, թեկուզ եւ մեկ-մեկ կոպիտ կամ ավելորդ, շատ կոպիտ եք արձագանքում եւ ձեր թիմակիցներն են անում կամ չեք նկատում կամ խնդրում եք, որ չանեն։ Անընդհատ խոսվում է նրա մասին, որ ինչ-որ վատ բառամթերք է օգտագործվում, վատ բառամթերքի մեջ պարոն Ավինյանից ես լսել եմ լոճվել բառ, սառույցը դրեք վզներիդ կհովանակ, իա բամբար գիա, այսպես քաղաքապետ ունեցող քաղաքապետարանը բնականաբար պետք է վերջում բերետներով ընդդիմադիրներին հանի դուրս։ Ես հստակ վստահ ասում եմ, ես որևէ անձի հանդեպ անհարգալից խոսք իմ կողմից որպես ինիցիատոր ինձ թույլ չեմ տալիս։ Ես նման դաստիարակություն չունեմ եւ ես կարծում եմ, որ քաղաքական հանրային խոսույթում որովե հայոյանք եւ վիրավորական բառ սխալ է։ Բայց կրկին նաեւ բացի նրանից որ քաղաքագետ եմ եւ վիրավորաբան, նաեւ մարդ եմ, հայտղա եմ, բնականաբար եւ դիմացինը կորցնում է իր եզրերը, պետք է դիմացինին կարգի իրավիրել։ Հենց Երևանի փողոցները մեզ դա սովորացրել են։ Նաեւ տարբեր գործընկերներ մոտեցան ինձ ասեցին, որ ես ինձ նիկոլական եմ անվանել, սխալ էին երևի հասկացա, ես բացատրեցի, որ ես որևէ նպատակ չունեմ նիկոլական անվանել այն մարդուն, ով որ ինքը ընդունում է, որ նիկոլական է, ես ուզում եմ նիկոլական անվանել այն մարդուն, ի նկատի ունենալով որպես վիրավորանք, այսինքն որպես ընդդիմադիր դու դավաճանել ես քո գաղափարները եւ եկել կծվել ես իշխող ուժին։ Եվ այդ անընդհատ որ ասում եք ձեր քուչում չեք, ես մեր քուչում չեմ, ես Երևանի ավականիում եմ, եթե մեր քուչումը լինենք, ես դա նստած կլինեի, ու ամենակարևորը ժողովուրդ։ Հիմա ասենց անընդհատ շոու է դառնում, երևանցիների աչքերի առաջ էս ամեն ինչը։ Ու իրապես էս եթերը լոճվել բրծել է, նույնպես է լոճվել, ոնց որ անիֆի բյուջեն է լոճվել, նույն ձև է լոճվել, ոնց որ դատական համակարգն է լոճվել։ Բայց հիմա անցնենք բուն թեմային, բյուջեի։ Ամեն տարի այն պահից սկսած ինչ ես հավաքանու անդամ եմ իմ գործընկերների հետ, ամեն տարի բյուջեում ավելացվում են դատարանի կողմից քաղաքապետարանի պարտված վճիռները բողոքարկելու ծախսերը։ 150 միլիոններ, հետո դարավ 180 միլիոն, հիմա դարավ 195 միլիոն։ Գուցե պետք է ոչ թե ավելացնել դատական ծախսերը բողոքարկման, այլ սկսել իրապես իրավական գրագետ եւ կոռեկտ աշխատանք։ Ձեր հետ ոչ ոք ոչ մի ագրեսիվ բան չի խոսի, եթե դուք օրենքը հարգեք։ Եթե մենք ունենք վճիռ, որը որ անընդհատ բողոքարկվում է 24 թիվ, 25 թիվ, 25 թիվը արդեն վերաքննիչ։ Պարոն Ավինյան, այն ժամանակ էլ եմ ասել, հիմա էլ եմ ասել, ախր ձեր ստորագրությամբ լիազորագրով դատարանում հավականին ներկայացնելը սխալ էր եւ դու դա գիտեիք։ Ձեր թիմը միտումնավոր հասցրեց վերջի պահին նոր չզեկուցողով բերեց այդ լիազորագիրը անցկացրեց, որպեսզի դատական ընթացքը կրկին միտումնավոր էլ ավելի երկարի։ Այս տարի բյուջեում 10 միլիոն ավելացրել են նրա համար, որ բողոքարկումները շատ են, որ հանգարց արդեն 15 վարչական դատարանի դատավորի վճիռը օրենքի ուժ չստանա, որտեղ այդ օրենքի ուժը որ վճիռը ուժ ստացավ, Երևանցին շահելու է, կպնտ ուժելու է։ Եթե վճիռները դնենք մեկ կողմ, ախր սևով սպիտակի վրա գրված է տեղական турքերի եւ վճարների օրենքի մասին գրված է, որ տեղական վճարների ծախսերը դա փոխհատուցման սկզբունքով է գործում, այսինքն քաղաքային սուբյեկտը, տեղական կառավարման մարմինը պարտավոր է հաշվել այդ ծախսերից ելնելով ստանալ գումար, որպեսզի այն ինչքան ծախսել է, այդքան էլ հետ դնի։ Այդ 160,000-ը, որ 12,000 էր, այդ ժամանակ արդեն 450-ի կրկնակին հավաքվում էր, 900 միլիոնից ավել գումար էր հավաքվում։ Եվ դուք համ դատարանի վճիռն եք անտեսում, համ օրենքն եք անտեսում։ Ու հիմա էլ այս բյուջեով բերել եք կրկին, որ նախատեսում եք ստանալ եւս 2 միլիարդ, 1 միլիարդ 980 միլիոն դրամ կարմիր գծերի համար։ Ժողովուրդ ջան, սա պաշտոնական լծակներից օգտվելով գողություն է։ Հետ կանգնեք սրանից, չի կարելի, դուք սրանով ընդդիմադիրներին չեք վնասում, վնասում եք երևանցիներին։ Ապաշխարեք, ձեր սխալներից հետ կանգնեք եւ քանի որ սա տարվա վերջի նիստն է, մեր երևանցիներին մաղթում եմ լավ տարի,
Հույս ունեմ, որ մյուս տարի այս ժամանակ ԿՊ-ն այլևս իշխանություն չի լինի եւ մեր քաղբանտարկյալները, մեր հոգեվորականները բոլորը կլինեն ազատության մեջ։ Շնորհակալություն։